Հայաստանի սովետական սահմանների երկայնքով տեղակայված եվրոպական դիտորդների ներկայությունը շարունակում է մնալ ոչ թե պարզապես դիվանագիտական քայլ, այլ Հայաստանի համար իրական խաղաղապահ և զսպող գործոն։ Փաստերն այստեղ անժխտելի են։ Այն ամբողջ ժամանակահատվածում, երբ Եվրամիության դիտորդական առաքելությունը գործում է սահմանին, թշնամու կողմից կրակոցներ գրեթե չեն արձանագրվել։ Կարևոր է ճիշտ հասկանալ այս առաքելության էությունը։ Եվրոպական դիտորդները զինված չեն և նրանց առաքելությունը ուժ կիրառելը չէ։ Սա քաղաքացիական ներկայություն է, որի իրական ուժը ոչ թե զենքի, այլ փաստերի մեջ է։ Նրանք չեն միջամտում բախումներին, բայց նրանց ներկայությունը նշանակում է, որ ցանկացած միջադեպ այլևս չի կարող մնալ անտեսանելի։ Դիտորդների ներկայությունը նշանակում է, որ թշնամական կողմը զրկվում է ամենակարևոր գործիքից, անպատժելի սադրանքից։ Այնինչ նախկինում հնարավոր էր անել մթության և տեղեկատվական քաոսի պայմաններում, այժմ հայտնվում է արձանագրման և միջազգային փաստաթղթավորման դաշտում։ Եվ հենց այս պատճառով էլ եվրոպական դիտորդական առաքելությունը վերածվել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության համար լուրջ խոչընդոտի։ Դիտորդների տեղակայումից առաջ սահմանին գործում էր հստակ հաշվարկված սցենար։ Եվ քանի դեռ չկար անկախ երրորդ կողմ, որը կարող էր փաստացի արձանագրել միջադեպի սկզբնաղբյուրը, Ադրբեջանը ազատ մանևրում էր։ Եվ հենց այստեղ է, որ անզեն դիտորդների ներկայությունը կտրուկ փոխում է խաղի կանոնները։ Այն պահից, երբ միջադեպը տեղի է ունենում դիտորդների պատասխանատվության գոտում, այն վերածվում է արձանագրված փաստի, ապա կազմվում են պաշտոնական զեկույցներ, որոնք ուղարկվում են Եվրամիության կառույցներ՝ Բրյուսել, եվրոպական մայրաքաղաքներ և Վաշինգտոն։ Սա է այն իրական մեխանիզմը, որով Եվրամիության դիտորդական առաքելությունը զսպում է ագրեսոր կողմին։ Սակայն այս իրավիճակին զուգահեռ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթում, որտեղ խոսք է գնում Մինսկի խմբի փաստացի լուծարման մասին, որպես հաջորդ քայլ բարձրացվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից օտար ուժերի դուրսբերման հարցը։ Բայց այստեղ առաջանում է ճակատագրական հարց. ո՞րն է այդ դեպքում անվտանգության նոր համակարգը։ Որտեղ են զսպման այլ մեխանիզմները։ Պատասխանը պարզ է, դրանք պարզապես գոյություն չունեն։ Այս պայմաններում եվրոպական դիտորդների հեռացումը չի նշանակում խաղաղություն։ Դա նշանակում է վերահսկողության վերացում և վերադարձ այն վտանգավոր վիճակին, որտեղ ագրեսորը կրկին ազատ է սադրանքների հարցում։ Դա նշանակում է բաց սահմաններ ատամները սրած թշնամու առաջ և պատերազմի իրական վտանգ։ Սա ոչ թե խաղաղության ուղի է, այլ վտանգավոր ավանտյուրա, որին գիտակցաբար գնում է մանիպուլյատոր Նիկոլ Փաշինյանը։ Նա Բաքվի և Անկարայի ուղիղ պահանջով պատրաստվում է հրաժարվել Եվրամիության դիտորդական առաքելությունից։ Այսինքն Հայաստանը կարող է զրկվել իր անվտանգության վերջին արդյունավետ զսպիչ գործիքից, առանց որևէ փոխարինող համակարգի։ Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը բացահայտ և անթաքույց սպառնում է Հայաստանին նոր պատերազմով և տարածքային օկուպացիայով։ Եվ հենց այս ֆոնին եվրոպական դիտորդների հեռացման հարցը դառնում է ոչ թե սխալ հաշվարկ, այլ գիտակցված վտանգավոր որոշում։ Այս իրավիճակում առանձնահատուկ կարևորություն է ստանում ազգային ժողովրդավարական բևեռի դերը։ Բևեռը եղել և մնում է Հայաստանում այն միակ քաղաքական ուժը, որը ոչ թե խոսքով, այլ գործով պաշտպանել է եվրոպական դիտորդական առաքելության ներկայությունը։ Բևեռի ներկայացուցիչները բազմիցս այցելել են դիտորդների տեղակայման վայրեր, այնտեղ կազմակերպել են հավաքներ և ակցիաներ, հրապարակային շնորհակալություն հայտնել առաքելությանը Հայաստանի սահմաններին խաղաղություն ապահովելու համար։ Այս քայլերը միայն ներքաղաքական դիրքորոշում չէին, դրանք հստակ ուղերձ էին միջազգային հանրությանը։ Հայ ժողովուրդը տեսնում, գնահատում և աջակցում է այն մեխանիզմներին, որոնք իրականում աշխատում են անվտանգության և կայունության համար։ Եվ հենց այստեղ է բացահայտվում Նիկոլ Փաշինյանի քաղաքականության խորքային հակասությունը։ Մի կողմից հայտարարություններ իբր արևմտամետ շրջադարձի մասին, մյուս կողմից կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են եվրոպական ներկայության վերացմանը։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի անվտանգությունը շարունակում է մնալ օդում կախված։ Իսկ ինքնիշխանության և պաշտպանվածության մասին նիկոլական թեզերը չեն վերածվում իրական քաղաքականության։ Այս պայմաններում եվրոպական դիտորդների հեռացումը չի կարող ընկալվել այլ կերպ, քան Հայաստանի անվտանգության հերթական, գիտակցված և վտանգավոր նահանջ հօգուտ թշնամի Ադրբեջանի։ Միացիր Թելեթոն դրամահավաքին
եւ ամրացրու Հայաստանի վերածնունդը։